Այստեղ մենք չենք փնտրում պատահական պատասխաններ, այստեղ մենք տալիս ենք հստակ հարցեր, իսկ փորձագետը բացում է բոլոր այն դռները, որոնք փակ են մնացածի համար։ Եթերում տեսնելով անտեսանելին նախագիծն է, նախագիծ, որտեղ կոտրվում են բոլոր կարծրատիպերը, քանի որ մեր զրուցակիցը լավագույնը ճանաչված պայծառատես Անի Գրիգորյանն է, ով բացահայտում է գաղտնի սենյակում ներկա հյուրի անցյալը, ներկան, ինչու չէ նաև սպասվելիք ապագան։ Բարի երեկո Անի, շնորհակալ եմ, որ կրկին տեսնելով անտեսանելիի տաղավարում ես։ Բարի երեկո Ասադուր, ես նույնպես շնորհակալ եմ, որ գոյություն ունի նմանատիպ հաղորդում եւ ես մասնակիցն եմ։ Ինչպես միշտ գաղտնի սենյակում այս պահին գաղտնի հյուրն է, ում փորձելու ենք այս երեկո բացահայտել, խոսել նրա անցյալից, ներկայից, ինչու՞ չէ նաև ապագայից։ Իսկ այդ ամենի համար մեզ անհրաժեշտ է։ Ես իրեն համար բերել եմ տանից մի հատ կոնֆետ, որ ինքը կեսը ուտի ու կեսը վերադարձնի ինձ, որպեսզի հասկանամ իր ներկան, անցյալը, ապագան, իհարկե այսպես կոչված քծիպ մարդ չեմ, որ ես մեկն եմ բերել, բայց շատ կամոդ ես, եթերից հետո եթե ուզի կհյուրասիրենք միանշանակ։ Անի իրավիճակ է փոխվել։ Ժամանակին դուք ուզում էիք թանկարժեք մետաղներ։ Այ մարդ այդ թանկարժեք մետաղներին ուզել եմ իմ համար չեմ ուզել իրաց։ Չէ, բնականաբար վերջում վերադարձել։ Չէ, որովհետև հեռուստադիտողին միշտ թվացել է, որ Անին բոլորից ոսկիներ է հավաքում։ Տարբեր ժամանակահատվածներում տարբեր ձևի եմ փորձում մարդուն բնութագրեմ, ուսումնասիրեմ, նայեմ եւ այսօր քաղցրանուշով եմ։ Ու ես եմ բերել։ Ահա, Անիի բերած քաղցրանուշն է համտեսելու մեր գաղտնի հյուրը։ Խնդրեմ մեր ադմինիստրատիվ խմբին մոտեցնել այն։ Համովեր, այդ կեսը կպայեք, որ ուտեմ։ Շնորհակալություն մեր գաղտնի հյուրին, համեցեք Անի։ Գաղտնիները որոշել էր, որ այդ շարունակությունը պետք է ուտի։ Որտեղ ուրիշ կտամ, ոչինչ։ Ավելի լավ կտամ։ Բնականաբար գաղտնի հյուրը կին է, չասեմ կին, հա, ինձ թվում է կին ասում են նրանց, ում 50-ն անցավ։ Իսկ ինքը երիտասարդ սիրուն աղջիկ է, շատ լավ բարի աղջիկ է ինքը, շատ խելացի է, տաղանդավոր, մի քանի շնոր եմ տեսնում այս աղջիկա ձեռքում, երգում է, արտասանում է, դերասան է, մի քանի բան եմ տեսնում, հասկանում եք իրեն, բայց այս աղջիկա հոգում ինքը իրան ցույց է տալիս շատ ուժեղ, բայց իր հոգում կա կարոտ։ Մի այլ տիպի կարոտ, որը տղամարդու կարոտ է, ոչ թե սիրած տղամարդու, այլ բաբայի կարոտ է, հասկանում եք, վայ նենց իմ սիրտը լցվեց, որ իրա բաբան շատ շուտ է իրան թողել, շատ շուտ։ Հեռացել է կյանքից։ Չէ, չի հեռացել, մահացած չեմ տեսնում, ուղղակի գնացել է իրա ու իրա մամայից։ Նախ պետք է ասեմ, չեմ ուզում այսպես ասեմ, մաման անխելք է եղել, որ բաց է թողել, չի պայքարել, հասկանում ես, ուրիշի խելքին է ընկել, այստեղ իրանց խառնել են կեսուր հասկացողությունը, ու այս երեխեն, այն որ չկան հաճախ դեպքեր, որ ասում են մաման կարա պապա լինի, կամ հակառակը պապան մամա, կամ չէ, շատ հաճախ ասում են այն կանայք, ովքեր առանց ամուսինների են երեխեք բերում, թող ինձանից չվիրավորվեն, նեղանան, ես իրենց չեմ քննադատում, բայց ասում են մենք համ հեր ենք, համ մեր ենք, չի կարա տենց բան լինի։ Ու ինքը չափից շատ իր հորը շատ է սիրում, գիտեք, չէ, չափից շատ, ու այս հերը այն հերերից չի եղել, որ ասեմ, գիտես,
բաժնված է եղել, երեխուն ուսման է տվել, փող է տվել, օգնել է, սովորացրել է, չէ, բայց իրան, որ խոսացնես հարցինես, ինքը պաշտում է հորը, հասկանում ես, պաշտում է, ու այնքան շատ է իր մեջ այդ հոր կարոտ է, հասկանում ես, այն որ ինքը սենց փորձել է, տեսել է հորը, բայց իր հերը չեմ ամաչելու, պետք է ասեմ, թող այս աղջիկը ինձանից չնեղենա, վախկոտ ղզիկի մեկն է։ Ասենք ես չեմ պատկերացնում, որ իր պապան ուրիշ ընտանիք ունի, ես չեմ պատկերացնում, որ ինչ որ նոր ընտանիքից վախենաս, քեզնից ծնված քու միսու արունին չգնաս տեսնես։ Չեմ ասում հերը աղջիկան չի սիրում, բայց տենց չի կարա լինի, հազարադել կարաս կին փոխես, բայց քու երեխուդ, մանավանդ աղջիկ երեխուդ չտեսնես ու այս երեխան միշտ քայլ է երե դեպի հերը, գիտեք, միշտ, այն որ ասենք միշտ ուզեցել է, որ իր պապան իր կողքը եղնի, նույնիսկ իր չստացված ամուսնությունը, մինչև ամուսնանալը ինքը ասենք աղջիկա կյանքն է չի ստացվել։ Այս աղջիկա կյանքը նորից չի ստացվել, բայց ինքը շատ ես չեմ ասում, ինքը վատ է արել, որ բաժանվել է, որտեվ այդ տվյալ տղամարդու հետ ինքը երջանիկ չի եղել։ Եթե ինքը մնար այդ տղամարդու հետ, ինքը իր եսը կկործներ, հասկանում ես, ինքնասիրությունը ոտնատակ կլիներ, բայց ի տարբերություն իրա, այս մարդու դեմ խնդիր է դրված, որ ինքը պետք է իր երեխուն տեսնի, ինքն է մի հատ աղջիկ ունի, մի հատ սիրուն բալիկ ունի ու ինքը այսպիսի խնդիր է, որ կապ չունի, հերն ու մերը բաժանված են, բայց առանձին պետք է հերը երեխուն տեսնի։ Իսկ իր պապան թող ինքը ինձանից չվիրավորվի, չնեղանա, էլի եմ ասում, վախկոտի մեկն է, համ իր երեխուն սիրում է, համ չի կարող հա տեսնի, տենց հասկացողություն ես չեմ պատկերացնում։ Ինքը շատ ուժեղ կին է, շատ չափից դուրս ուժեղ կին է։ Ես իրան սիրեկանների քանակ չեմ տեսնում առհասարակ, որ ասեմ ինքը անբարոյական է, ցփնված է, այլասերված վարքի տեր է, ուղղակի ինքը ամբողջ գիշեր աշխատում է։ Այդ ամբողջ գիշերը թող հանգարց ցանրությունը ուրիշ բան չմտածի, այս մարդը նորմալ աշխատանքի է ու ինքն ամեն ինչ անում է, որ իր բալին յուրահատուկ ձևի լավ պահի։ Ինքը իր այդ առումով որն է քաշել, սենց մի հատ բան չի կարա ինքը իր մարմինը վաճառի հանուն փողի, հասկանում ես, տենց բան չկա այս աղջիկա կյանքում, բայց պետք է շատ սիրուն աղջիկան ասեմ, որ իր բախտը իր մամայի բախտին նման չի, ճիշտ է, մաման ու բաժանվել է, ինքը բաժանվել է, շատ հաճախ ասում են ճակատագրերը կրկնվում է, բայց իրանց մոտ չի կրկնվում է, նախ չկա այդպիսի բան, եթե մարդուն ճակատագիրը Աստվածի վերուստ տվել է, այդ ոչ մեկ չի կարող փոխել, հասկանում եք, ոչ պայծառատես, ոչ գուշակ ու իրան բախտ է տրված, իր սեր կոչվածը գտնվում է Հայաստանից դուրս։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ չեմ տեսնում, եվրոպական երկիր եմ տեսնում ու գալու է ժամանակ, որ իրանք ամուսնանալու են ու ինքը երկու հատ էլ այս բալիկից բացի երկու հատ է բալիկա ունենալու։ Ինքը շատ խելացի, շատ ազնիվ, շատ բարոյական, նորմալ կիշտ աղջիկ է։ Միակ ցավը, ես ցավ չապրեցի, նորից եմ կրկնում, որ իր բախտը չի ստացվել։ Ես միակ ցավը ապրեցի այն պահը, որ ինքը այդքան հորը շատ է սիրում։ Ինքը հիմնել է, գիտեք, չէ հորը շատ սիրում։ Եթե մեկը հանգարց փորձի հոր մասին վատ խոսի, հավատացեք, չեմ ուզում իրան վիրավորեմ, վակրի նման կարծակվի մարդկանց վրա ու հասկանում ես այստեղ ցավը որն է, որ կան ծնողներ, ովքեր դաստիարակել են, ուսումի են տվել, ամեն ինչ արել են, աղջիկները չեն պաշտպանում, այս սենսների բախտը բերած է։ Եթե իր պապան հիմի ես հաղորդումը կնայի, կկա ժամանակ, թող չնեղանա այս աղջիկը, ինձնից ավելի լավ է ամոթից գետինը մտնի, որ իրա սենց հասուն աղջիկը իրան այսքան սիրում է, իրա համար այսքան պայքարում է, ինչա խզիկ ես կնկանիցդ վախենում ես։ Ասենք կնիգնով է, թող ինձանից ոչ մեկ չնեղանա, այս կեղտոտ համեմատություն եմ անում, կնիգը ում շունն է, որ պետք է դուխը հերիկի մարդուն ասի, թե առաջի կնգա երեխուն միտես, երկրորդին միտես, այդ ոնց կարա տենց լինի։ Չարքում միստ ու արունը դե։ Անի ես լալկված եմ։ Այ մարդ թող չկռվեն։ Շատ լավ աղջիկ է, այ հենց դրա համար իրան շատ սիրեցի, գիտես ինչի, որ այն չստացված, չեղած հորը ինքը պաշտպանում է, այ դրա համար շատ սիրեցի իրան։ Ու հաստատ ինքը իր երեխունը տենց է դաստիարակում, որ պապան լավն է, պապան պետք է սիրվի, պապան կապ չունի ինքն ու
ամուսինը չեն հասկացել իրար, բայց ինքը իր երեխուն ընենց է դաստիարակում, որ չի լարում հորտեմ, հասկանում ես։ Երեխուն որպես գործիք չի օգտագործում, իսկ այսպիսի կանայք այսօր շատ քիչ կան, ու ամենալավ բանը, որ ես տեսա, որ իր բախտը ստացվելու է ու հենց իր ուզած, իր սիրած տղամարդու հետ։ Ամեն։ Անի, քանի որ շատ վստահ եք խոսում, որ մեր հյուրը ամուսնալուծված է, ինչու են ամուսնալուծվել, եթե ամուսնալուծվել են։ Իհարկե ամուսնալուծված են, ասեցի, այս աղջիկան, հասկանում ես, եթե սկզբից էլ ասեցի, եթե մնար, ինքը իր ինքնասիրություն է, ես կոչվածը կկործում եմ։ Դավաճանված էր նա։ Ես այդպես եմ տեսնում։ Դավաճանված, լիքը բաներ, որ ամուսինը սուտ էր խոսում, ես չեմ կարող այդ տվյալ տղամարդուն ասեմ, վադնա կեղտոտ է, չգիտես ինչ է, որտեվ իր բալիկի բաբան է ու այնքան դրական հատկանիշներ ունի, որ երեխուն տեսնում է, հասկանում ես, այդ մեծ արդեն բան է։ Փարկասու հյուրին որպես լուրջ առողջական խնդիր չեմ տեսնում, որ ասեմ թե գիտեք շատ ծայրահեղ ծանր լուրջ առողջական խնդիր ունի, մավան շեմին է, չգիտեք, այդպիսի բան իրան չեմ տեսնում, ընդհակառակը իր բալիկի հետ տեսնում եմ, որ ապակայում նոր ամուսնու հետ Եվրոպայում ապրելու են։ Այս պահին հետ է ապրում հյուրը։ Հյուրը իր մամայի հետ, հյուրի ընտանիքում լիքը մարդիկ կան, ես իրան տենց մենակով չեմ տեսնում, էլի եմ ասում, ինքը այնպիսի աղջիկ չի, որ հա բաժանվել է, հելել է ինքը իր սիրեգանները, վարյադշնի աղջիկ է, շատ լավ աղջիկ է։ Դուք խոսում եք գիշերային աշխատանքի մասին, ինչ գիշերային աշխատանքի մասին։ Միգուցե խեղճ աղջիկը հարսանիք է վարում կամ երկում է ակումբում, այդ գիշերային աշխատանքը ես այդ եմ տեսնում, որտեղ իր ցերքին միկրոֆոն եմ անընդհատ տեսնում։ Հետո ինքը նախ մոռացա ասի շատ կիրթ է, ինչ որ աշակերտներ եմ տեսնում, որ դաստիարակում է, կրթում է, չեմ հասկանում ես ինչա, համալսարան է դաս տալիս, ինչա կոնկրետ չեմ կարող ասեմ, բարոյական կերպար է, նորից կրկնեմ, այդ գիշերային աշխատանքը, այն գիշերային աշխատանքը չի, հասկացաք, որ մարդիկ մի քանի տեղ ինքը ձեռք է գցում, որ հանկարծ իր երեխան վատ չապրի, սոված չմնա, ամեն ինչ անում է իր բալիկի համար։ Ամեն ինչ, այսինքն ինչը հարիր ու նորմալ է կնոջ համար։ Այս պահին, քանի դեռ մեր գաղտնի հյուրը հետևում է մեր զրույցին գաղտնի սենյակից, ուզում եմ հարց հղել նրան, քանի դեռ չեք բացահայտվել ու նստած չեք հենց Անիի դիմաց, ունեք հարց։ Չէ, հարց չունեմ, ուզում եմ շարունակի։ Անի հյուրն այս պահին գաղտնի սենյակից հարց չունի, ցանկանում է շարունակեք, շարունակենք այս ֆորմատով, թե արդեն հրավիրենք գաղտնի հյուրին։ Հրավիրենք իրեն, տեսնենք ով է այդ սիրուն աղջիկը։ Հրավիրենք հյուրին արդեն առերես շփման ու շարունակենք մեր եթերը։ Այսպիսով հյուրն արդեն մեր առջև է, Իննա Կարապետյան, Իննա կրկին ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Տպավորություններդ։ Գիտեք բաներ կան, որ ես չեմ խոսում։ Չգիտեմ, բան եմ եղել։ Հույզերը խեղդում են։ Անիի առջև չկան փակ դռներ, չկան կապանքներ ու բոլորն անկեղծանում են։ Դե այն ինչ որ ես երբեք չեմ ասել, Անին ասեց։ Ահույի միջայլոց իրականում ես շատ պինդ մարդ եմ, բայց իմ սիրտը ներկապահին լցվել է, գիտեք, հենց այդ առումով, որտեղ իմ մոտ բաբա հասկացողությունը մի ուրիշ բան է։ Չէ, բայց ես պարտադիր ուզում եմ, որ բոլորն իմանան էլի, որ ես երբեք ոչ մեկի չեմ մեղադրում։ Դուք չեք մեղադրում, բայց ես որպես պայծառատես տեսա ու շատ լավ արեցի, որ ասեցի, որովհետև ինչ ընտանիք լինի, անկախ ամեն ինչից, ինչ նոր երեխա ուզում ես ունեցի, այդ նոր կինդ կան արժանինքներ չունի, որ դու քու բալին վախենաս տեսնես։ Կա այդպիսի բան։ Ես չգիտեմ պատճառները Ինան շատ բարի է, ինքը դրանք են թե չի չէ, ասի։ բայց համենայն դեպս այ մարդ թող իրանք երջանիկ լինեն։ Ես Այ չեմ մարդ թող ուզում։ երջանիկ լինեն, շաբաթը երկու անգամ էլ իր երեխուն տեսնի, դրա մեջ ինչ վատ բան կա։ Այդ դեպքից անցել է 30 տարի։ Ես գիտեմ։ Ուղղակի ձեր մեջ գիտեք ինչ է ինձ շատ զարմացրեց, այն որ չեմ մարդկաս ինձ չարանում է այդ ընտանիքի դեմ, հոր դեմ, բայց ինքը չէ։ Հիմի որ իրան զանգեն ասեն, պետք է 24 ժամ աշխատես,
հերդ լավ չի տեղ հասցնես, հավատացեք ինքը վերջի բանն է գծախի հասցնի հորը, ես լուրջ բան եմ ասում, ես չունեմ իրեն կովելու ոչ մի բան, այտենց մարդ եմ իրեն տեսնում։ Ինա որևէ շփում չկա հայրիկի հետ։ Չէ։ Բայց հանդիպում եղել է։ Հա։ Ինչ ունեք ավելացնելու։ Հասկանում եմ, որ էմոցիաների պիկի վրա եք եւ դու եւ պայծառատեսը, չեմ ուզում Ես ոչինչ չունեմ ավելացնելու։ Իսկապես ոչինչ չունեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ միշտ գիտակցեն, որ իրանց կյանքում ինչ կատարվում է, իրանք դրան առնվազն արժանի են։ Երբ որ այդ գիտակցումով ապրում ես, ավելի հեշտ է դառնում կյանքը։ Սկսում ես չմեղադրել ոչ մեկի եւ ոչ մի բանի համար։ Անին նաեւ խոսում էր անձնական կյանքում փոփոխության մասին։ Մեկնաբանեք։ Ես կսպասեմ, ճիշտ ասած։ Չեմ ասում անհամբեր, բայց կսպասեմ։ Այս պահին ձեր կողքին տղամարդ չկա։ Այն էլ Եվրոպայում։ Մեր նախնական զրույցում մինչ հաղորդումը սկսելը դու նշում էիր, որ ժամանակին այցելել ես Գուշակի ու դրանից կարող եմ ենթադրել, որ ունեիր հավատ այդ ոլորտի մասով։ Ես այդպիսի բան չկա նախ, որին չեմ հավատում։ Սկսած տիեզերական թեմաներից, որոնց մասին մարդիկ մտածում են, որ միֆ ագոյություն ունի, ես դրան եմ հավատում։ Այդպիսի բան չկա, որ խոսք ասվեց, ես այդ խոսքին պարտադիր հավատում եմ։ Դրա համար էլ տուժում եմ իրականում։ Բայց Գուշակի մոտ գնացել եմ մի անգամ, երբ որ հղի էի։ Հղի ժամանակ տեսնում էի շատ վատ երազներ ու սարսափով գոռալով վեր եմ թռել։ Այն մոմ թափել են ասում, այդ ժամանակ եմ գնացել։ Ու իշնորհիվ իմ հավատի անցել են իմ երազները իմիջայլոց։ Ինա նաև նշում էիր, որ լարված ես, բայց դրան զուգահեռ հավատը շարունակում է մնալ, արդարացան հույսերդ։ Ես չեմ էլ կասկածել, ճիշտ ասած, իմ լարվածությունը գիտեք ինչից էր։ Հենց նրանից, որ բաներ կա, որոնց մասին ես չեմ խոսում, որ իմ փոխարեն կխոսվեր։ Դրանից էի լարվում։ Քանի որ հավատում էի, գիտեի էլի, որ կխոսի, խոսեց։ Գիտեք, ինձ չի թվում, որ գոյություն ունի այնպիսի մեկը իրականում, որ չհավատա պայծառատեսի, Գուշակի, աստղաբանի, ուղղակի մարդկանց մի տեսակ կա, որոնք որ շատ ունեն գաղտնիքներ ու շատ են վախենում, իրանք հաճախակի կրկնում են, ասում են, մենք չենք հավատում։ Ես անին լինելով, երբ որ արտերկիր եմ գնում ու կողքից ասում են, գիտես, այստեղ լավ պայծառատես կա, ես առանց վախից գալու, առանց ամաչելու դիմում եմ։ Ինձ էլ է հետաքրքիր իմ կյանքը ապագան։ Ինչի՞ չէ։ Կարծեմ թե գիտեմ, որ դուք ինքներդ ձեզ չեք կարող որևէ բան։ Չկա այդպիսի պայծառատես, նույն ինքը Վան Գան, Նաստրադամոսը, Վոլֆ Մեսինգը իրենք իրենց չեն կարող տեսնել։ Եթե ուրեմն այնպիսի պայծառատես կկանգնի ու ասի, գիտես, ես ինձ կարող եմ գուշակել, ուրեմն ինքը պայծառատես չի։ Հա, վտանգները, երբ որ լինում է, մի քանի օր շուտ տեսնում եմ, ասենք, մահերը, վտանգավոր դեպքերը, բայց որ ասեմ, ես ինքս ինձ կարող եմ ոնց որ դիմացին, այդ սուտ է։ Հարցս երկուսիդ, ինչ ունեք ավելացնելու մեր երեկոյի ընթացքում։ Ես ուզում եմ Ինային ասեմ, որ ինքը շատ լավ մարդ է, որովհետև ես լինելով անին շատերը գիտեն, որ բարդ բնավորություն ունեմ ու այնպես ուսիկ-պուսիկ չեմ ոչ մեկի հանդեպ, բայց ապրի Ինան, որ այսքան լավ մարդ է, գիտեք, այդ մի հատ չեմ ուզում նորից այդ թեմային անդրադառնամ, որովհետև կլացեմ, այդ մի հատ մարդու մեծությունն է ցույց տալիս, հասկանում ես, որ ինքը այն չեղած բանի համար կներես Ինա ջան, պատրաստ է զոհաբերություն կատարի։ Այդ արդեն ցույց է տալիս իր մարդ տեսակը։ Դրանից ենկոմ այս կյանքում էլ բան չկա։ Ինա լսում եմ քեզ։ Բան չունեմ ասելու։ Մենակ շնորհակալ եմ շատ։ Հաջողություն քեզ, Ինա ջան։ Լավ մնաս ջան։ Շնորհակալություն քեզ, որ գտար համարձակություն եկար։ Շնորհակալություն, որ ինչպես բնորոշեց Անին, այդքան լավն ես։ Ես ավելացնեմ իբրև մարդու, ով ճանաչում է արդեն քեզ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ այս երեկո կրկին դուք դիտում էիք տեսնելով անտեսանելին նախագիծը, մեզ հետ մեր մշտական փորձագետ լավագույն պայծառատես Անի Գրիգորյանն էր, իսկ գաղտնի սենյակում իր հույզերն ու էմոցիաները պիկին էր հասցրել դերասանուհի Իննա Կարապետյանը։ Շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք շատ շուտով։